Մենք նախաձեռնեցինք, այսինքն նախագծել էինք այս աշխատանքները, որտեվ այս ճանապարհը, ինչքան հիշում եմ, 98 թվականին է սարքվել, թե մի քիչ ավելի շուտ, սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք է այս ճանապարհը սարքվել ախտակամարով եւ մնացած այս ամբողջ համալիրով, եւ այս տրավերտինե սալիկները ամբողջությամբ վնասվել էին տարիների ընթացքում, դրա համար մենք որոշեցինք, որ նախաձեռնենք ամբողջությամբ փոխենք սալիկները, ամբողջությամբ նոր տեսք տանք, նոր ձևավորում տանք, որտեվ նախ սալիկների չափսերն էլ ենք փոքրացրել ու այսպես ավելի արդյունավետ կլինի ու ավելի երկար կծառայի, տակը ամբողջությամբ ամրացման աշխատանքները կատարվել են, այս համալիրի խնդիրներն էլ ենք լուծել, հետևի կողմից ամբողջությամբ ամրացրել ենք, հետագայում նաև ցայտաղբյուրներն ենք վերականգնելու, ամբողջությամբ համալիրը գործելու է։ Այս թմբերը, որոնք որ լույսերի թմբերը, որոնք որ ժամանակ առ ժամանակ վթարի էր ենթարկվում, մեքենաներով հարվածում կոտրում էին, մենք հիմա ամբողջությամբ ձևափոխել ենք, ինքը ամբողջությամբ բետոնով լցված է, Էսա մի երկու օրից արդեն կափարիչներն է կդրվի եւ մտածում ենք այդ ձևավոր լույսեր, ինչ որ մոմի նման լույսեր սարքենք, որպեսզի ճանապարհը իր ամբողջական տեսքը ստանա։ Ու ամենակարևորը, որ ինչպես ես խոսք եմ տվել, այս ճանապարհը ավարտելու ենք դեկտեմբերի 20-ից 23-ը մոտավորապես չէ, հստակ 23-ից արդեն բաց է լինելու այս ճանապարհը եւ մեր Եռաբլուրում հանգչող հերոսների հարազատները արդեն այս ճանապարհով հանգիստ կարող են գնալ։